իրականում խորհրդանշական է, որովհետև շաբաթվա վերջում հարկ վճարողի օրն է, եւ մենք սովորաբար այս շաբաթը ինտենսիվ նվիրում ենք հարկ վճարողներին։ Անցած տարի մեր աշխատանքի արդյունքում մենք խորը գիտակցել ենք, որ մշակութային տրանսֆորմացիայի լուրջ կարիք կա պետական եկամուտների կոմիտեում եւ մի մեծ քայլ ենք արել երկար քննարկումների արդյունքում, ձևակերպելով այն տեսլականը եւ առաքելությունը, որը որ պետք է լինի մեզ ուղղորդող մեր ճանապարհին եւ մեր աշխատանքներում, մեր բարեփոխումներում։ Մենք առաքելությունը ձևակերպել ենք այսպես, որ ապահովել արդար եւ թափանցիկ հարկային եւ մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Այստեղ կնկատեք, որ մենք մեր ավանդական ֆիսկալ գործառույթին ավելացնում ենք զարգացման տրամաբանությունը, այսինքն մենք ուզում ենք միջավայր ստեղծելով մենք Հայաստանի զարգացմանը եւ դա նշանակում է ձեզանից յուրաքանչյուրի զարգացմանը նպաստել, միաժամանակ ձեզ ծառայելով, միաժամանակ արդար մրցակցային միջավայր ապահովելով եւ տեսլականը մենք կառույցը տեսնում ենք այսպես, որ ինքը պետք է լինի դինամիկ զարգացող, այսինքն անընդհատ զարգացման մեջ գտնվող եւ առաջատար կառույց, առաջատար ասելով նկատի ունենք թե տարածաշրջանում, թե աշխարհում ժամանակի ընթացքում, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Հենց իրականում այս հանդիպումը նաեւ այդպիսի նպատակ է հետապնդում, որ մենք երկխոսության միջոցով իրար ավելի լավ հասկանանք եւ դուք ինքներդ եւ ընդհանրապես մեր հարգվճարողները ժամանակի ընթացքում ինքնուրույն կամավոր կարգապահ, կամավոր օրինապահ այդ ճանապարհը բռնելով ավելի մեծ արդյունք ստեղծեն նախ իրենց համար եւ երկրորդ նաեւ պետության համար։ Եվ այս ճանապարհը ենթադրում է թվայնացում, վերլուծական գործիքներ, ինչպես նաև արհեստական բանականություն։ Մի հետաքրքիր դինամիկա ենք նկատում իրականում, երբ որ ամփոփում ենք 25 թվականը, մենք տեսնում ենք, որ էական կարգապահություն է փոխվել։ Բազմաթիվ հարկվճարողներ արդեն շատ փաստաթավորում են իրենց ձեռքբերումները եւ բավական շատ ծախսագրումներ են անում, հետեւաբար շրջանառության հարկի համակարգը շատ ավելի տեսանելի է մեր համար, քան օրինակ 1 տարի առաջ էր։ Ձեր մեջ կան տնտեսվարողներ, որոնք նաև առնչություն են մեր մաքսային համակարգի հետ։ Տեսեք, վերջին տարիներին ամենաառանցքային բարեփոխումներից նախնական մաքսային հայտարարագրման համակարգի ներդրումն է։ Կարծում եմ ձեր մեջ մարդիկ կլինեն, ովքեր որ օգտվել են այդ համակարգից, երբ որ հայտարարագրումը լինում է, հետեւաբար մեր համար տեսանելի է թե ինչ բեռ է գալի իր բոլոր տվյալներով եւ դետալներով, եւ հանգիստ սահմանը հատում է ու բավական մեծ գոհունակություն ունենք մենք արտաքին տեսական գործունեության մասնակիցների կողմից։ Ենթակառուցվածքների հետ կապված շատ կարևոր է ունենալ մաքսային ենթակառուցվածքներ, եթե խոսում ենք հատկապես մենք հիմա ապաշրջափակումից կամ Հայաստանը լոգիստիկ հանգույց դարձնելու ամբիցիաներից, մենք հյուսիս-հարավի ամբողջ շղթայում սահմաններից, այսինքն հարավի սահմանից մինչև հյուսիսի սահման, այդ արանքում ԱՏԳ կենտրոններով ծածկելու ենք եւ ստեղծենք մի լոգիստիկ, այսպես ասած, էկոհամակարգ, որը խթանելու է արտահանումը եւ ներմուծումը եւ տարանցիկը հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքով։ Վարչարության հետ կապված, որը կարծում ձեզ կհետաքրքրի, թե ինչ էվոլյուցիա ապրեցինք վարչարության հետ կապված, սա է ճանապարհը, որ մենք շարունակելու ենք անցնել, աստիճանաբար ֆիզիկական ստուգումների դերը քչացնելով, վերլուծությունների դերը աճեցնելով, նշեմ, որ մեր համալիր ստուգումների օրինակ 30%-ը արդեն իսկ արհեստական բանականության գործիքներով են թիրախավորվում։ Մենք ունենք թվային հետախուզության լաբորատորիա եւ մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ բավական մեծացել ենք դրա դերը, որը թույլ է տալիս շատ արդյունավետ ձևով ստվերը եւ սխեմաները կանխել։ Եվ այս ճանապարհով անշեղորեն գնալու ենք, որպեսզի կարողանանք մեր թվայնացման եւ վերլուծական հմտությունները այնքան զարգացնել, որ ձեր համար դաշտը լինի մաքուր, մրցակցային եւ արդար։ Ստվերի մասին կուզենայի խոսել, նախկինում ստվերը 40% եւ ավելին էր, տարիների ընթացքում գրեթե կրկնակի նվազել է։
Ներկայումս մի քանի կարևոր բարեփոխումներ կան, բայց ամենաառանցքային թերևս բարեփոխումը, որը կուզենայի նշել եւ վերջերս քննարկեցինք ազգային ժողովում, դա մեր նախնական հաշվարկների պրակտիկայի էական վերանայումն է։ Միաժամանակ ինչ ենք ասում ենք, որ վարչական պրոցեսն ենք ուժեղացնում եւ թեմատիկ ուսումնասիրության գործիքն ենք ուժեղացնում, կամերալ արձանագրություն, ծանուցում, ըստ անհրաժեշտության թեմատիկ ուսումնասիրություն, հետո քննարկում բողոքարկման հանձնաժողովում, այս պրոցեսները անցնելուց հետո մենք նոր գնալու ենք որոշման պետք է քրեական գործ հարուցել, թե ոչ։ Իմ առաջարկությունը նա է, մեր ծառայությունն ենք առաջարկում, մենք մասնագետներով հավաքվենք, գուցե նոր հարկային օրենսգիր գրենք, պարոն։ Կառավարությունը արդեն քանի 1 տարի, եթե ոչ ավելին, խոսում է դրա մասին։ Այսինքն ինչ է ասում, ասում է մեր իրողություններին համահունչ նոր հարկային օրենսգիր պետք է ունենանք։ Մենք հարկային օրենսգիրքում ունենք արտոնություններ, որոնք ունեն ժամկետայնություն։ Հիմա օրինակ այս տարի նույնպես ավարտվում է ժամկետայնությունը եւ բիզնեսը չգիտի երկարացվելու է, թե պատրաստվի այսօր վաղը նման հարկման համակարգում աշխատելու համար։ Դուք ասում եք խաղի կանոնները պետք է շատ հստակ լինեն ու կանխատեսելի հնարավորինս։ Օրինակ ֆինանսների նախարարությունը, եթե հետևել եք, իրենք ամբողջությամբ վերափոխում են այդ հարկային քաղաքականության փոփոխությունների տրամաբանությունը։ Դի ունենանք տարեկան մի հատ հարկային փոփոխությունների ծրագիր, որը հանրության հետ եւ հարկ վճարողների հետ լայն քննարկվի ու իմանան մարդիկ, որ օրինակ հաջորդ տարվա այսինչ ամսվանից սկսած այս կանոնները այլևս այսպիսին են, որ հասցնեն այդ ընթացքում իրենց բիզնես պրոցեսները ադապտացնել այդ իրավիճակին։ Այս ձևաչափն էլ իր կարևորությունը ունի, որ մեկս մյուսին լսելով փորձենք մի նպատակի շուրջ համախմբվել, փորձենք հարկ վճարելու մշակույթին շատ մեծ ուշադրություն դարձնել։ Ի ուրախություն բոլորիս այդ մշակույթը իրականում զարգանում է Հայաստանի Հանրապետությունում։ Մենք որպես առաջամարտիկներ, այսպես ասած, ֆրոնտում կանգնած ձեր դիմաց, մենք էլ փորձում ենք վերափոխվել նենց, որ դուք կարողանաք այդ հարկ վճարելու մշակույթի մասին շատ խորը եւ շատ հոգատար պատկերացումներ ունենաք եւ հենց այդպես էլ վերաբերվեք։ Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ձեզանից յուրաքանչյուրը մեր կյանքի տարբեր ոլորտներում շատ մեծ ներդրում ունի եւ բոլորդ միասին շատ մեծ ներդրում ունեք պետական բյուջեի ձեռարման եւ հարկային եկամուտների ձեռարման գործում, որոնցով իրագործվում են շատ կարեւոր նախաձեռնություններ եւ պրոյեկտներ, որոնք այլ հավասար պայմաններում կյանքի չէին կոչվի։ Շնորհակալություն։